Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի շրջանակում հանդիպումներ են անցկացրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, թե որ ուժերի մասին է խոսքը, Կարապետյանը չի բացահայտել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ գլխավոր ուժերի հետ եղել են։ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Անդրադառնալով ընդդիմության հետագա պայքարի ուղիներին, նա նշել է, որ թեև ընդդիմադիրները վերցրել են մանդատներն ու աշխատելու են խորհրդարանում, պայքարը շարունակվելու է նաև խորհրդարանից դուրս։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Կսկսեն գնել տներ, մեկին ավել գումար կտան։ Բաքվի պահանջը Հայաստանում սահմանադրության փոփոխության վերաբերյալ մենք անընդունելի ենք համարում։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսպես է արձագանքել սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից եկող հայտարարություններին։ Հարցին հնարավոր է խմբակցության դիրքորոշումը փոխվի, եթե նոր սահմանադրության հիմնավորումները ներկայացվեն, Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առաջարկով սահմանադրության փոփոխությունը բացառվում է։ Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերում։ Կարապետյանի խոսքով Հայաստանը պետք է ձգտի խաղաղության պայմանագրի, բացառելով երկրի ապագա անվտանգության եւ ժողովրդագրական կազմի նկատմամբ հնարավոր սպառնալիքները։ Ադանայի մասով ոչ ոք տարածքային նկրտումներ չունի։ Ազգային ժողովի նիստում ասել է ուժեղ Հայաստան դաշինքի քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով չի կարելի նույնացնել Հայաստանն ու պատմական հայրենիքի գաղափարը։ Եկեք նաև հիշենք Ադանայի ջարդը 1909 թվականին, որը որ հայոց ցեղասպանության դրվագներից մեկն է։ Շուրջ 30,000 հայ կոտորվել է Ադանայում։ Եվ հիմա դնում ենք համեմատում ենք Հայաստանի այս տարածքը 10 տարի եղել է ստենդե։ Ժողովուրդ Հայաստանի Հանրապետություն եւ պատմական հայրենիք հասկացությունները եկեք չխառնենք, մենք ունենք պատմական հիշողություն։ Անդրադառնալով պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, նա առաջարկել է ստեղծել առանձին խորհրդարանական ձևաչափ, դրանց նկատմամբ վերահսկողություն ընդլայնելու նպատակով։ Պարոն Կոնջարյան, ամենայն հարգանքով, ես չեմ ուզում այստեղ քննարկել, թե ձեր կինը ինչքան աշխատավարձ է ստանում։ Կարանք ստեղծենք խորհրդարանական հարթակ, բացի հարց ու պատասխանից եւ բյուջեի կատարողականից, նաեւ այդ հարցերը քննարկենք։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ 2015 թվականին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ֆինանսական ծանր վիճակում էր եւ իր խոսքով ընկերությանը մնացել էր ընդամենը 3-4 ամսվա կյանք։ Այդ պայի դրությամբ 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ եւ անհրաժեշտ էր 17 դրամ թանկացնել, որպեսզի հեծը սնանկության չգնա։ Հիմա այս պարագայում պետությունը գնաց մի քայլի, լավ են արել, վատ են արել, դա ես չեմ քննարկում, ինձ դա չի վերաբերվում։ 7 դրամ թանկացրեց եւ փորձեց գտնել մարդ, ով կլինի հայ, ով կլինի Հայաստանի հողին կպած հայ, ոչ թե շատ ներողություն արտահայտությանս մենք ունենք, դուք էլ երևի կիմանաք, այսպես ասած շուրտված հայեր։ Ու ծագումով հայ են, Հայաստանի տեղը չգիտեն, ընդհանրապես կապ չունեն Հայաստանի հետ։ Եվ այդ հայը Սամվել Կարապետյանն էր, որին նախորդ իշխանությունները, կառավարությունը խնդրել են, ինձ թվում է այդ հայտարարությունները տեսած կլինեք, բառից բուն իմաստով, որպեսզի նա ձեռք բերի հեծը։ Ղազինյանի խոսքով հեծը ձեռք բերելուց հետո Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ չի բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, դրա զորային փորձարկման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Այս մասին Պապիկյանը հայտնել է սոցցանցի իր էջում։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Երբ այդ տարածքային պահանջները հանվեն, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ, նշել է Հաջիևը։
ՀԱՊԿ մարմիններին Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԵԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլիևը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այս հարցը։ Հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով, նշել է Վասիլիևը։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությանը։ Ռուսաստանի ապրանքների մակնշտման պաշտոնական չեսնի զնակ համակարգը երկրի տարածքում արգելել է հայկական արտադրության ըմպելիքների վաճառքը։ Արգելքը տարածվում է բջջի հանքային ջրի եւ հայկական արտադրության եւս երկու ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա, ներառելով ընդհանուր 70,000 շիշ։ Ռուսական համակարգի պաշտոնական ներկայացուցիչները որոշումը հիմնավորել են նրանով, որ նշված արտադրանքը հնարավոր է վնաս է ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության համար։ Ուկրաինական ԱԹՍ-ները Սև ծովում հարվածել են Կամերունի դրոշով նավարկող Նադեժդա նավին, որն ուղևորվում էր Նովորոսիսկ։ Մրգերով եւ բանջարեղենով բեռնված նավը դուրս էր եկել թուրքական Սամսունից։ Հարձակման հետևանքով անձնակազմի 4 անդամ է տուժել։ Խերսոնում ռուսական ԱԹՍ-ն հարձակվել է շուկայում առևտրով զբաղվող տղամարդու վրա, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։ Տուժածը 52-ամյա Նիկոլաևի մարզի բնակիչ է։ Նա ողջ է մնացել, սակայն ստացել է վնասվածքներ, բեկորային վիրավորումներ եւ կոնտուզիա։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են նաեւ Օդեսայի վրա հարձակումների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանին բոլոր շանսերը տալ հակամարտությունը սրելուց առաջ։ Ամերիկացի առաջնորդը լրագրողներին ասել է, որ այս պահին դժվար է իրականացնել այն ծրագրերը, որոնք պատրաստել է Վաշինգտոնը եւ որոնք շարունակում են ուժի մեջ մնալ։ Թրամփի խոսքով ինքը հպարտ է, որ միշտ մարդկանց հնարավորություն է տալիս։ Հիմա ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը, որը կարող է տեղի ունենալ արդեն վաղը, նշել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով երկխոսությունն ընթանում է Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների աջակցությամբ։ Բանակցությունների երկրորդ փուլի թեման լինելու է ատոմը։ Թրամփը շեշտել է, պետք է Իրանի ապամիջուկայնացում տեղի ունենա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը չի պատրաստվում հրաժարական տալ եւ շարունակելու է պաշտոնավարել։ Նա ասել է պետական հեռուստատեսությամբ ի պատասխան շրջանառվող լուրերի։ Նախագահը շեշտել է, որ իշխանությունը լիակատար համագործակցում է զինված ուժերի հետ։ Նա խստորեն քննադատել է այն շրջանակներին, որոնք փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե իր եւ Իրանի հոգեվոր առաջնորդի միջև տարաձայնություններ կան։ Ըստ նրա, հայրենիքը վաճառող այդ մարդիկ միտումնավոր ուռճացրել են զոհերի եւ տուժածների թվերը, ինչը ապացուցում է նրանց անազնիվ եւ սադրիչ գործելավոճը։ Դոնալդ Թրամփը հերթական սուր քննադատությամբ է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին, նրանց վարքագիծը որակելով երկերեսանի։ Ըստ Թրամփի Թեհրանը գաղտնի հանդիպումներ է աղերսում, սակայն հանրությանը կեղծ տեղեկություններ է հրամցնում բանակցությունների բացակայության մասին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկյան ռազմական ուժերի բացարձակ վերահսկողության ներքո, ինչը բացառում է Իրանի ինքնիշխան գործողությունները։ Վաշինգտոնի այս անզիջում դիրքորոշումը նպատակ ունի պարտադրել կապիտուլյացիոն համաձայնագիր եւ վերջնականապես կասեցնել Իրանի միջուկային հավակնությունները։ Մասնագետների կարծիքով նմանատիպ հայտարարությունների աջակցակիացումը փաստում է երկու երկրների միջև դիվանագիտական վստահության, իսպառ բացակայության եւ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մասին։ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի արևելքում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների պատճառով հայտարարվել է համապետական արտակարգ դրություն։ Կրակը արդեն ոչնչացրել է մոտ 700 շինություն, շուրջ 67,000 մարդ տարհանվել է։ Ծայրահեղ շոկը ու քամին դժվարացրել են կրակի մեկուսացումը։ Հրդեհային պատմական սեզոն է գրանցվել Օրեգոնում, որտեղ միայն 2026 թվականի ընթացքում արդեն այրվել է ավելի քան 809,000 հեկտար տարածք։ Հրդեհներ են մոլեգնում նաև Կալիֆոռնիայում, Այդահոյում եւ Մոնտանայում։